Adrial. Ես գերագույն օգտավոր խորհրդի քարտուղարն եմ, քարտուղարությամբ եմ զբաղվում։ Մեղադրյալ դատական որոշում կատարելու այս գործը։ Չեմ կարող մանրամասնություններ ներկայացնել, քանի որ նախաքննական գաղտնիք են։ Եթե մեր փաստաբանները որևէ կերպ ինչ-որ բան ճիշտ գտնեն հրապարակելու, իրենք կհրապարակեն։ Որպես քարտուղարի ինքնատիպն է այդ որոշումը։ Արձանագրում, կազմակերպչական հարցեր են։ Այսինքն որոշումների կազմման բացարձակապես։ Եվ սրբազանին թեմի առաջնորդի պատկերից վերանցնելու, վերականգնելու, նրան կարծրալի ծանելի հարցերի կապում է։ Ես որոշում կայացնող մարմին չեմ։ Ես որոշում չեմ կայացնում եւ որևէ ձև իմ ձայնը այնտեղ չի լսվում, հա։ Այսինքն ես չեմ խոսում։ Գործի հետ կապված մանրամասնություններին չանդրադառնամ, էլի եմ ասում, մեր փաստաբանները երբ որ ինչ-որ ճիշտ կգտնեն հրապարակել, անպայման կհրապարակեն։ Կլինի այդ հարցին չպատասխանեմ։ Այո, ինձ համար պարզ է։ Չեմ կարող ասել։ Ես, այո, նախաքննական գաղտնիք է, մնացածը մեր փաստաբանները կասեն, էլի։ Մեր փաստաբանները կասեն ինչ-որ հարց գտնեն։ Լավ։ Այո։ Եվ ցավոք սրտի պիտի արձանագրեմ մի փաստ, որ այս վերջին շրջանում ինչքան հոգևորականներ այս դուրը բացեցին, մտան ներս ու դուրս եկան, դա ուղղակի աբսուրդ է։ Մեր երկրում հանցագործներ չկան։ Մենք պիտի որպես մեղադրյալներ գանք այս դուրը բացենք մտնենք ներս։ Միքայել Սրբազանը պիտի գար մտներ ներս։ Մենք պիտի մտնենք Արագածոտնի 12 քահանաներ պիտի ինչ-որ գործերով քննչական մարմիններ գնային, հա։ Կարող է ինչ-որ բաց սխալ ասեմ, կներեք, բայց հիմա իմ հարցը հետևյալն է. այս երկրում հանցագործություն ուրիշ չկա, բացի եկեղեցական լինելուց։ Այո։ Իմ գնահատմամբ սա միանշանակ հակաեկեղեցական շարժման շրջանակներում տեղավորվող գործընթաց է։ Դուք ինքներդ արդեն շատ լավ կապում եք, ինձ կարիք կա, որ ես ասեմ։ Դեռ որոշված չէր անձնակազմը։ Չեմ կարող ասել։ Կարծում եմ մեր փաստաբանները ընդհանուր, մենակ ես չեմ այստեղ։ Մեր փաստաբանները ընդհանուր անպայման հայտարարություններ կանեն, կարծում եմ։ Ես իմ համար զավեշտ է, անկեղծ ասեմ, եւ ցավ եմ ապրում իրականում, որ փոխարենը մենք ջանքեր ներդնենք միասնականություն ստեղծելու, միակամություն ստեղծելու, սեր քարոզելու, սեր տարածելու, մենք ընկել ենք ինչ-որ մի իրավիճակում, որտեղ մենք մեր հոգևոր գործունեությունը չենք կարողանում իրականացնել։ Հիմա այստեղ լինելու փոխարեն սրբազանները, ես, ուրիշ բան չունեինք անելու հանուն ես եկեղեցու, հանուն ես ազգի։ Գիտեք, մեր եկեղեցին մի դարավոր ավանդույթ եւ կանոններ, եւ մենք բոլորս ենթարկվում ենք այդ դարավոր ավանդույթին եւ կանոններին։ Մեր համար դա մեր բոլոր տեսակի շահերից վեր է։ Մենք ինչ անում ենք հանուն եկեղեցու։ Իսկ հանուն եկեղեցու անել նշանակում է լինել նախ եւ առաջ միասնական։ Նշանակում է նախ եւ առաջ տեսնել քո աչքի մեջի գերանը, հետո նոր եղբորդ աչքի մեջի փուշը, առավել եւս եղբորդ աչքի մեջի փուշը դեռ ապացուցված չի։ Երբևիցե։
Այս մասով ես լիազորում արում չեմ, որ ասեմ, այդ մասով իմ համար բացարձակապես նորմալ չէ։ Բացարձակապես։ Մենք պատերազմի ժամանակ զոհված հոգևորականներ ունենք, անհայտ կորած հոգևորական ունենք։ Այո։ Եվ կազմակերպչական մնացել հարցերը։ Այո։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները իրավունք ունեն որևէ հարցի շուրջ քվեարկություն անելու, բայց միայն անդամները։ Ոչ, ես ուղղակի ֆիքսում եմ։ Չգիտեմ, այդ կարակ իրանց հարցնեք ասեն ինչ են կանչել։ Գիտեք, մենք բոլորս կարանք ունենանք մեր ենթադրությունները, պատկերացումները, բայց քանի դեռ գործը նախաձեռնության ընթացքի մեջ է, վերջնական որևէ բան ասել կարծում եմ ուղղակի իմ կողմից տեղում չէ։ Տեր Մովսես Քահանա Սահակյան։